Ողջույն, եթերում է ինձնից դեպի քեզ փոդքասթի հերթական թողարկումը։ Այսօր խոսելու ենք նրանց մասին, ովքեր հաճախ խոսում են, ովքեր ունեն բարձրախոս, ովքեր ունեն հարթակ, ովքեր ունեն տեքստ։ Իսկ երբ հարցնում ես, թե ինչ է զոհաբերում քո խոսքի համար, նրանք լռում են, մնացյալը լռությունը։ Այս թողարկումը խոսքի մասին չէ, այս թողարկումը խոսքի գնի մասին է։ Կա մի տեսակ խոսք, որից հետո ոչինչ չի փոխվում, ոչ ոք չի նեղվում, ոչ ոք չի սպառնում, ոչ ոք չի զանգում քեզ։ Սա կոչվում է անվտանգ խոսք, որը հաճախ լսում ենք ժողովներում, հեռուստատեսությամբ, հարցազրույցներում։ Այդ խոսողը միշտ ճիշտ է, բայց նրա խոսքը վտանգավոր չէ։ Սոկրատեսը խոսեց և մահապատժի ենթարկվեց։ Գալիլեյը խոսեց և նրան ստիպեցին, որպեսզի հրաժարվի իր խոսքից։ Վան Գոգը խոսեց իր կտավներով ու ապրեց մերժված։ Այսօր շատերն են խոսում, բայց շատ քչերն են ռիսկի դիմում։ Ու այստեղ շատ պարզ հարց է առաջանում. եթե խոսողի խոսքը արժեք չի ներկայացնում, արդյոք դա խոսք է։ Բարձրախոս խիզախը հեշտ ճանաչելի է։ Խոսում է ընդհանուր արժեքներից, երբեք անուններ չի տալիս, երբեք չի ասում ես դեմ եմ, նա միշտ մտահոգված է, բայց երբեք պատասխանատվություն չի վերցնում իր վրա։ Նրա խիզախությունը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է պատասխանատվությունը։ Ժան Պոլ Սարտրը գրել է. խոսելը ընտրություն է, բայց ես կավելացնեմ մի բան. անվտանգ խոսելը ևս ընտրություն է, եւ այդ ընտրությունը աշխատում է միշտ հօգուտ համակարգի։ Մշակույթը չի մահանում, երբ արգելում են։ Մշակույթը մահանում է, երբ նրան ներկայացնում են իբրև քննարկման թեմա, առանց դիրքորոշման։ Երբ բոլորը խոսում են, բայց ոչ մեկ չի դիմում ռիսկի։ Եթե դու այսօր խոսում ես և քո խոսքը ոչինչ չի փոխում և ոչ մի արժեք չունի, հարց տուր քեզ, ապա ինչու ես խոսում։ Խոսքը արժեք ունի միայն այն ժամանակ, երբ կարողանում է ինչ-որ բան կոտրել, ինչ-որ բան փոխել, նույնիսկ քո ներսում։ Սա էր ինձնից դեպի քեզ փոդքասթի հերթական թողարկումը։ Շնորհակալություն, որ դուք լսում եք մեզ, մեկնաբանում եք։ Եվ վերջում նորից կխնդրեմ ձեզ կիսվել, բաժանորդագրվել և իհարկե հավանել։ Իսկ մեր հաջորդ թողարկման թեման երբ համակարգը սիրում է քեզ։ Կհանդիպենք։